Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները, մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ։ Պետական եկամուտների կոմիտեի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև գործակցությունը կընդլայնվի։ Պետնախագահ Էդուարդ Հակոբյանն ու ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Սրա արդյունքում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողները կներգրավվեն կոմիտեի նախագծերում, ինչը կնպաստի համալսարանի ուսանողների գործնական գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաեւ տնտեսական եւ գործարար միջավայրի վերաբերյալ հետազոտությունների կատարելագործմանը։ Սույն հուշագրի ստորագրումը հիմնարար հիմք է ստեղծում ակտիվ համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Այս հուշագրի ստորագրման հիմնական նպատակը ոչ միայն պետք գործունեությանը եւ կարողությունների զարգացմանը, այլև Հայաստանի տնտեսական զարգացմանը փոխադարձ նպաստելն է։ Վստահ եմ, որ այս քայլը կարևոր անկյունակար կլինի ակադեմիական հատվածի հետ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար։ Նոր հնարավորություն հայրենիքում աշխատանք փնտրողների համար հայրենադարձ մասնագետների զբաղվածության հարցը լուծելու նպատակով STAFEM-ը եւ Վերադարձ Հայաստան հիմնադրամը գործարկել են աշխատանքի տեղավորման հարթակ։ Հիմնական նպատակը օգնել մեր հայրենադարձ ընկերներին, որպեսզի իրանք գործ գտնեն Հայաստանում։ Դա ամենակարևոր խնդիրն է ընդհանրապես հայրենադարձների համար եւ այն մարդկանց համար, ովքեր որ պլանավորում են տեղափոխվել Հայաստան։ Հայրենադարձների համար այսօր էլ ամենամեծ խնդիրը հայրենիքում աշխատանքի տեղավորման հարցն է։ Շատերը հետ են կանգնում Հայաստան վերադառնալու կամ տեղափոխվելու մտքից, որովհետև նույնիսկ հնարավորություն չունեն հասկանալու պահանջվածին իրենք թե ոչ։ Այդ պլատֆորմը շատ լավ հնարավորություն է նաև այն մարդկանց, ովքեր որ դեռևս չեն որոշել վերջնական որ տեղափոխվեն Հայաստան, բայց ուզում են հասկանալ արդյոք իրանք ունեն հեռանկարներ Հայաստանում որպես պրոֆեսիոնալներ։ Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ֆրանսիա, Իրան, Սիրիա եւ Լիբանան։ Այս երկրներից են հիմնականում մեր հայրենակիցները դիմում հիմնադրամին։ Մեծ մասը երիտասարդներ են 25-ից 40 տարեկան։ Վերջին տարիներին աճել է Ռուսաստանից վերադարձողների քանակը։ Հարթակը լավ հնարավորություն է նաեւ գործատուների համար, որոնք փնտրում են միջազգային փորձով հայրենադարձ մասնագետներ։ Գործատուները եւս հնարավորություն ունեն անվճար գրանցվել հարթակում եւ տեղադրել աշխատանքի առաջարկները։ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի մարտ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ըստ որի 2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեր երկիր այցելել 152,865 մարդ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից 37%, Վրաստանից 15% եւ Իրանից 9%։ Պեկինը հորդորում է Վաշինգտոնին դադարեցնել մաքսատուրքերի, շանտաժի եւ ճնշման քաղաքականությունը հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակը։ Հե Յունցյանի խոսքով ժողովրդական հանրապետությունը պատրաստ է փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության եւ առևտրատնտեսական գործակցության։ Նա հայտնել է, որ նախարարությունն աշխատանքային կապեր է պահպանում ամերիկյան կողմի հետ։ Այժմ Չինաստանի դեմ Վաշինգտոնի սահմանած հավելյալ մաքսատուրքերը հասնում են 145%-ի։ Ավելի վաղ Պեկինը հայտնել էր ամերիկյան ապրանքների համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին, դրանք հասցնելով 125%-ի։ Սպիտակ տնից հայտարարում են գնդակը Պեկինի դաշտում է։ Չինաստանը պետք է մեզ հետ գործարք կնքի, ոչ թե մենք նրանց։ Դոնալդ Թրամփը բաց է գործարքի համար, հայտնում է ամերիկյան կողմը։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $60.92։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $62.65։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.3%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3258։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.9%-ով եւ կազմել մեկ հատի համար $84736։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 17-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 390 դրամ 94 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 443 դրամ 95 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 76 լումա։